Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը Եգիպտոսում կարճ զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ, շատ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Նիկոլ Փաշինյանը Շարմ էլ-Շեյխում մասնակցում է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Վարչապետը նաև շփումներ է ունեցել արտերկրի այլ գործընկերների հետ։ I'm very happy that we are talking to Մինչև այդ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել մանրամասնելով, թե ինչու Հայաստանի նախկին 3 ղեկավարներն իրենց կառավարման ժամանակահատվածում կյանքի չեն կոչել Ղարաբաղյան հարցի իրենց կողմից նկարագրված լուծումները։ Ինչու ուրեմն Հայաստանի բոլոր նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները։ Սրա համար կարող է լինել երկու տարբերակ։ Առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, եւ երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են եւ դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Միացյալ Նահանգների առևտրի նախարարի տեղակալն էկոնոմիկայի նախարարին պաշտոնական նամակով հրավիրել է Վաշինգտոն։ Քննարկվելու են TRIP-ի ներդրումային ծրագիրն ու ամերիկյան խոշոր ընկերությունների, այդ թվում առևտրային ծառայություններ մատուցողների հնարավոր ներդրումային ծրագրերը, դրանց հնարավորությունները Հայաստանում։ Լրագրողների հետ զրույցում Գևորգ Պապոյանն է հայտարարել, նաև պատասխանել հարցին, արդյոք մտավախություն չկա, թե ամերիկյան ընկերությունների անվան տակ կարող են հայտնվել թուրք-ադրբեջանական ֆինանսական միջոցներ ու ընկերություններ։ Թուրքական ընկերություններ Հայաստանում դեռ կան 2012-13 թվականներից, ընդ որում դրանք ուղղակի Հայաստանի օրինակ նույն հագուստի մանրածախ առևտրի ցանցում մի քանի բրենդների ապրանքանիշերի տեսքով ներկայացված են, ընդ որում մեկի դեպքում շատ ուղղակի, այսինքն ոչ թե միջնորդավորված, այլ շատ ուղղակի եւ ուղղակի եւ ես իրականում ողջունում եմ այդ ներդրումները, որովհետեւ ցանկացած խաղաղություն, եթե ցանկացած խաղաղություն հարևանների միջև, եթե չամրապնդվի ֆինանսական ներդրումներով, այսինքն եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում, այդպես ձեր ասածը այդպես չի, այսինքն ձեր ասածը ճիշտ չի, բայց օրինակ ես շատ նորմալ եմ համարում, որ Հայաստանում օրինակ խաղաղության հաստատման պարագայում սահմանները բացելուց հետո օրինակ ինչու ոչ ներդրումներ կան, այդ թվում նաև թուրքական, մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք, եթե ձեզ թվում է, որ հակառակ պարագայում մենք կարող ենք ունենալ կենսունակ պետություն, ապա նայեք մեր պետության նախորդ 3 տասնամյակների պատմությունը։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախարարի հայտարարություններում մի շարք ռիսկեր է նկատում։ Կարծում է առաջին հարվածը զգալու է գյուղատնտեսությունը, ապա տեքստիլը։ Արթուր Խաչատրյանը ներկայացրել է ինչ ազդեցություն է ունեցել մեր տնտեսության վրա 2021 թվականին թուրքական ապրանքների էմբարգոն։ Մեծ շուկա, փոքր շուկա։ Եվ մեծ շուկա եւ փոքր շուկայի հարաբերություններին պետք է պատրաստ լինել։ Այսօր կառավարությունը որևէ բան չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից։ Առաջի հարվածը գալու է գյուղատնտեսության վրա, երկրորդ հարվածը գալու է տեքստիլի վրա, այսինքն տնտեսության բնագավառներ, որոնք էապես կամ ոչ թե էապես, մեծապես սոցիալական նշանակություն ունեն։ Եվ երրորդը, ես կարող եմ ձեզ ներկայացնել էկոնոմիկայի նախարարությանը իմ ուղարկած հարցումը եւ իմ պատասխանը, թե ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա 2021 թվականին թուրքական ապրանքների վրա ամբողջական էմբարգոն։ Կարդում ես եւ ուզում ես անընդհատ կարդաս։ Շարունակենք, բեռնափոխադրողները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց, պահանջում են Ռուսաստանի հետ բանակցել եւ փոխել Ռուսաստանում խստացված պայմանները, համաձայն որոնց օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երկրում մնալ մինչև 90 օր։ Նշեմ, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր, մինչդեռ նախկինում 6 ամսվա ընթացքում կարող էին 90 օր մնալ։
Սա շատ ուղիղ ազդելու է մեր տնտեսության վրա, թե այս կատեգորիայի անձանց չպետք է վերաբերվի 115-րդ ֆեդերալ օրենքի այդ փոփոխությունը, ուղղակի չպետք է վերաբերվի։ Այդ 90 օրը փաստորեն գալիս է, որ մենք տարվա մեջ կարանք ընդամենը անենք, եթե հերթեր եղավ, հիմա էլ զմերը սարը ձուն եղավ, մենք պետք է մնանք ընդ կանգնած։ Պետք է արդեն մեր այդ 90 օրից դուրս է գալի։ Այդ 90 օրն էլ լրացավ, մեզի բռնում փակում են, դեպորտի կարգի էլի էլ չեն թողում, մտնենք մենք Ռուսաստան։ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, քննչական կոմիտեից հայտնում են, որ ավելացվել են իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափով փողերի լվացման մեղադրանքները։ Կանխվել է սպանության նախապատրաստության դեպք, 2 անձկալանավորվել է։ Քննչական կոմիտեում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կողմերի վիճաբանությունից հետո, որն ավարտվել է դանակահարությամբ, ՀԳ-ն վրեժխնդիր լինելու նպատակով իր ընկերոջը դրդել է սպանել ԱՕ-ին։ Մասնավորապես ՏՄ-ն ժամանելով Հայաստան, ՀԳ-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ապօրինի ձեռք է բերել հրազեն, ինքնաձիգ, փամփուշտներ, մարտական նռնակ։ Կատարել են նախապատրաստական գործողություններ, նաև վարձակալել ԱՕ-ի տան հարևանությամբ գտնվող առանձնատուն, հետևել տեղաշարժին, կատարել լուսանկարահանումներ, բայց ԱՕ-ն հայտնաբերել է նրանց ու ընկերների հետ ծեծել։ Այնուամենայնիվ իրենց հանցավոր մտադրություններն ավարտին հասցնելու նպատակով ՏԽ-ն եւ ՀԳ-ի հետ նախնական համաձայնությամբ շարունակել են ապօրինի պահել վերոնշյալ առարկաները ԱՕ-ին սպանելու համար առիթ փնտրելով, սակայն իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել, քանի որ ներքին գործերի նախարարության աշխատակիցների, նաև քննչական ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում կանխվել է մտադրությունը։ Նրանք հայտնաբերվել եւ ձերբակալվել են։ Խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնություն ու Հայաստանի ԵՍ-եմ համահայկական հասարակական նախաձեռնությունը քննարկել են երկրի առջև ծառացած հրատապ տնտեսական ու սոցիալական խնդիրներն ու լուծման ուղիները։ Մասնակցել են հասարակական գործիչներ, տնտեսագետներ եւ սոցիալական հարցերի մասնագետներ։ Հայաստանը, քանի որ մեզնից յուրաքանչյուրն է եւ մենք ինքներս նույնականացվում ենք Հայաստանի հետ, ապա մենք էլ պարտավոր ենք երաստիճան համակարգով խնդիրները արձանագրել։ Հետևյալ կերպ խնդրի ախտորոշում, լուծման տրամադրում, ակնկալվող արդյունքի մոդելավորում եւ հիմնավորում։ Ընդհանրապես այս երաշտյան համակարգով հնարավոր է բազմաթիվ խնդիրներ լուծել։ Իհարկե սրանից հետո երկու եղանակով է լինում լուծումներ։ Լուծումներ, որ մեր կարգավիճակով պայմանավորված կարող ենք ներազդել որոշում կայացնող անձանց վրա, որպեսզի Հայաստանի համար ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի փոփոխություններ կատարեն եւ լուծումներ գտնեն, եւ երկրորդը գալիս է քաղաքական, որը այս ժողովի համատեքստում չէ, այստեղ մենք քննարկում ենք փորձագիտական մակարդակում, փորձագիտական շրջանակներում ինչպիսի խնդիրներ ունենք։ Խնդիրները, որոնք այսօր ծառացած են տնտեսության եւ սոցիալական ոլորտում Հայաստանում, ոչ պակաս կարեւոր են, քան քաղաքական կամ տարածաշրջանային աշխարհաքաղաքական։ Մենք կարող ենք շատ երկար խոսել տարբեր խնդիրների մասին, խոսքը գնում է քաղաքական կամ տարածաշրջանային, բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է հասկանանք, որ առանց տնտեսական եւ սոցիալական հարցերի լուծման կամ եղանակների լուծման գտնելու, փնտրելու ոչ մի բան չի ստացվի։ Վերջի տարիներին Հայաստանը կարողացել է տնտեսական աճ ապահովել հենց հիմնականում դրա շնորհիվ։ Լինելով ԵԱՏՄ անդամ, ինչպես նաև ունենալով լավ հարաբերություններ Արևմուտքի հետ, մենք կարողացել ենք այդ կամուրջի դերը կատարել։ Եվ ծառայության ոլորտը եւ առևտրի ոլորտի հաշիվ դրա բավականին արագ տեմպերով զարգացել է։ Եթե մենք ուզում ենք այս տեմպը շարունակենք, ապա մենք պետք է խորացնենք եւ երկու ուղղություններով զարգացնենք մեր տնտեսական հնարավորությունները, ինտեգրացման մեխանիզմները։ Հրաժարվելով մեկից, մենք հրաժարվելու ենք նաև մյուսի հնարավորությունից։ Ռուսաստանի տնտեսության համար կամ ԵԱՏՄ տնտեսության համար Հայաստանը հետաքրքիր է այնքանով, որ ինքը ունի լավ կապեր Արևմուտքի հետ նաև։ Դա պետքա գնահատենք, հասկանանք եւ դա կարեւորելով քայլենք առաջ։ Այսինքն եւ մենք պետքա եւ այս մոդելը տնտեսական դաշտում փորձենք տանենք առաջ եւ զարգացնենք։
Արարատի մարզի Կարմիր Սարը, որը շրջապատում է Վեդի եւ Արտաշատ խոշորացված համայնքների մի քանի բնակավայր, հայտնվել է հանքարդյունաբերողների թիրախում։ Նախատեսվում է Սարից արդյունահանել կրաքարային մերգել, որը ծառայում է որպես հումք ցեմենտի արտադրման համար։ Կար նաեւ առանձին նախագիծ Գինեվետում ցեմենտի գործարան կառուցելու վերաբերյալ, սակայն նախորդ տարի Օրդ ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանք շահագործելու հայտը բացասական եզրակացություն էր ստացել շրջակա միջավայրի նախարարության փորձաքննական կենտրոնի կողմից։ Այսօր Գինեվետ համայնքում հանրային քննարկումը լարված է անցել։ Ձեր կարծիքը, ձեր համոզմունքը այն մասին, որ այդտեղ բազմամետաղներ կարող լինեն, բացառվում է 1995 թվականի լաբորատոր արդյունքի, որ ինքը Պորտլանդ ցեմենտի հումք է։ Այդ էս մասով։ Այնտեղ լրացուցիչ ուսումնասիրության կարիք չկա եւ օրենքներ չի պարտադրում հաստատված պաշարը լիազոր մարմնից տեղեկացել են, որ որպես հանքավայր կարելի է հայցել 64.3 հեկտար տարածք, որը որ ազատ է։ Ձեր հիշատակած է մեր մարմինը մասով ծառայված է։ Ձեր մյուս հարցին ինչի չեն արել ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ մենք նոր ենք նախատեսում այսի գործունեություն, նոր ենք նախաձեռնել, նոր ենք եկել։ Մյուս հարցին թե ինչու ծրագիր չենք բերել եւ եկել են ձեզ ասում եք ու թերի ենք ասում, կարծում եմ բոլորը բավարարված մնացին մեր հարց ու պատասխաններից, այնքանով ես բավարարված եմ մնացել։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սիլիկոնային սարեր 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին, որը կրում է արհեստական բանականության անատոմիա խորագիրը։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է գագաթնաժողովի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել հրավերի համար, ընդգծել, որ կարևորում է նման միջոցառումները տեխնոլոգիաների նկատմամբ հանրային վերաբերմունք եւ ընկալում ձևավորելու առումով։ Կարևորելով միտքը, որ արհեստական բանականությունը եւ ընդհանրապես տեխնոլոգիաների հետ առնչությունները կանխորոշում են Հայաստանի ապագան, վարչապետն ասել է, որ այդ պնդումը նույնքան ճշմարիտ է հնչում աշխարհի բոլոր երկրներում։ Նիկոլ Փաշինյանը նաև առանձնացրել է այն գործիքները, որոնցով կառավարությունն աջակցում է եւ ռազմավարական ընկալում ունի տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու առումով։ Երեք բան է անհրաժեշտ՝ կրթություն եւ ելի կրթություն։ Այստեղից էլ հարց է առաջանում, թե իսկ ինչ է անհրաժեշտ լավ կրթական համակարգ ունենալու համար։ Լավ կրթական համակարգի համար էլ նույն բանն է անհրաժեշտ՝ լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ եւ կարգավորումներ։ Դե հույս ունեմ, որ արդեն պարզ է նաեւ, թե մեր տեսակետից ինչ է պետք ունենալ կրթական ոլորտում լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ եւ կարգավորումներ ունենալու համար։ Եվ այստեղ էլ մեր պատասխանը հետևյալն է. առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Եվ մենք սա իմիջիայլոց ուզում եմ ասել, որ մեր ունեցած պրակտիկ փորձից ենք եկել այս եզրակացության եւ սրա մեջ իհարկե կա քաղաքական կարգախոս եւ քաղաքական ընկալում, բայց ուզում եմ ասել, որ այս քաղաքական կարգախոսը եւ ընկալումը եւ այս ռազմավարությունը մեզ համար կյանքի հետ առնչվելու փորձի արդյունքում ձեռք բերված իմացության արձանագրում է։ Իհարկե, նման դեպքերում շատերը ասում են եւ փորձում են լրացնել կամ հարցադրում են անում, թե կարծես թե մենք մոռացանք մեկ ուրիշ կարևոր բան եւ խոսքը փողի մասին։ Իհարկե, փողը շատ կարևոր է, բայց ես էլի ուզում եմ անդրադառնանք հարցին։ Իսկ ինչ է հարկավոր փող ունենալու համար։ Կառավարությունը այս հարցին էլ ունի 3 պատասխան։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Իհարկե, դեմ չեմ, գուցե եղել են ժամանակներ, որ այս հարցին կարելի էր ուրիշ 3 պատասխան տալ, օրինակ նավթ, գազ, ոսկի, բայց հիմա նույնիսկ փող ունենալ չունենալու հարցը, աշխատանք ունենալ չունենալու հարցը, բարեկեցություն ունենալ չունենալու հարցը մեր ընկալմամբ ունի 3 պատասխան. առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։
ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը Հայաստանում է։ Նրան ընդունել է վարչապետը, կարևորել ԵԱՀԿ-ի հետ արդյունավետ գործակցությունը, նշել, որ անցած տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ Էլինա Վալտոնենը շնորհավորել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման առիթով, վստահություն հայտնելով, որ այն էապես կնպաստի Հայաստանի կայուն ապագայի կառուցմանն ու տարածաշրջանում համագործակցության զարգացմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման գործընթացի շարունակականությանը, տարածաշրջանային գործընթացների վերաբերող հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման շուրջ։ Առաջիկայում գերիների հարցով հնարավոր է լավ նորություններ լինեն։ Հարցը քննարկել են ադրբեջանցի գործընկերների հետ նաև Շարմ էլ-Շեյխում։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն է հայտարարել Ֆինլանդիայի պաշտոնակցի հետ ճեպազրույցում։ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման և հավելյալ ջանքերի կարիք են զգում։ Համատեղ ասուլիսում խոսել են Վաշինգտոնյան պայմանավորվածությունների, Եվրամիության հետ հարաբերությունների նաև Մինսկի խմբի փակման մասին։ Էլինա Վալտոնենն էլ կարևորել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղված ջանքերը, նաև ողջունել ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու որոշումը, նշել, որ շարունակելու են գործակցությունը Հայաստանի հետ։ Հաստատված խաղաղության պայմաններում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք են զգում եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում, լուծված չեն ըստ էության այս պահի դրությամբ, եւ հենց դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ազատ արձակման հարցն է։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Ինչպես եւ միշտ այս պահին եւս ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը եւ բառացիորեն երեք նաև Շարմ էլ-Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Այնպես որ հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ Իդեպ Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հիշեցնելով, որ կարգավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարիներ ի վեր ձգվող կոնֆլիկտը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոքր պատերազմը մենք ավարտեցինք, նայեք նրանց այստեղ նստած են, ընկերներ են, ասել է Թրամփը։ We have Armenia, and Azerbaijan. That's a little war that we stopped. That's a little war. There they are. Look at them. They're sitting. When I met with them, it was in the Oval Office. They fought for like 31 years or some crazy number. And they had one sitting on that side of the Oval Office, one sitting. By the time we finished in 1 hour, they were both hugging each other. And now they're friends and they're getting along great. Look at it. So I want to thank you both. That's incredible. Really incredible. Շարունակենք, հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը։ Երեկ հայտնի դարձավ, որ նրա մեղադրանքը փոփոխվել է։ Դատարանի բակում այսօր մարդաշատ է, Կարապետյանի աջակիցները եկել են սատարելու գործարարին։ Ակնկալիքները միշտ էլ կան, որովհետև մենք միշտ հույս ունենք, որ վերջո դատական համակարգը կսթափվի եւ կծառայի եւ իր կծառայի հանուն Հայաստանի Հանրապետության եւ իր երթումը կկատարի այնպես, ինչպես որ կարգն է։ Կծառայի հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայաստանի քաղաքացու եւ մեր ժողովրդի։
Իսկ ավելի վաղ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն ասուլիսում հայտարարել է, որ Կարապետյանն անմեղ է։ Ելնելով խոսքերի համատեքստից պարզ է, որ նրա մտքով անգամ չի անցել ակնարկել կառավարության զավթումը։ Նրան բանտարկել են այն ժամանակ, երբ սգում էր հոր կորուստն ու մասնակցում մանրարողությանը։ Կարապետյանի ներկայացված նոր մեղադրանքը փողերի լվացման վերաբերյալ որևէ հիմք չունի։ Փաստաբանն ասել է, որ սա սովորաբար ավտոկրատ ռեժիմներն օգտագործում են քաղաքական իրենց ընդդիմախոսներին ազատազրկելու համար։ Հունիսի 17-ից առաջ նման մեղադրանք չի եղել, մեկ էլ հանկարծ Հայաստանի ամենամեծ ձեռնարկատերը գործարարների միության նախագահը նման մեղադրանքի է արժանանում։ Ամստերդամը հավելել է, որ Կարապետյանին ներկայացված իշխանությունը տապալելու մեղադրանքը կառուցված է Դիսնեյլենդում։ Nobody here, none of you can properly define money laundering. Ձեզանից ոչ մեկը ներկա այստեղ չի կարող պատշաճ կերպով սահմանել, թե ինչ է նշանակում փողերի լվացում։ This is why authoritarian governments use it. Դրա համար էլ ավտորիտար բռնապետ իշխանությունները շատ հաճախ են դիմում նման մեղադրանքի։ Because nobody knows what the hell it is. Որտեղ ոչ ոք չգիտի այդ ինչի մասին է խոսքը։ The actual definition is quite complex. Իրական սահմանումը շատ խրթին է։ And it involves a lot of technical procedures. Եվ տեխնիկական բազմաթիվ ընթացակարգերի հետ է կապված, եթե ուզում ես ապացուցել հանցագազմը։ I can assure you, կարող եմ ձեզ հավաստիացնել, without even fully seeing the charges, նույնիսկ մեղադրականը լրիվ չտեսնելով, հանդերձ, that they are unquestionably outside of any substance because of the date of the charges. Անհերքելորեն դրանք զուրկ են որևէ հիմնավորումից, թեկուզ հենց ելնելով բացառապես մեղադրանքի ներկայացման ամսաթվից։ The guy conducts business for dozens of years. Տասնամյակներ շարունակ այս մարդը գործարարությամբ զբաղվել։ Makes gazillions of dollars. Ծիծիլիոն դոլարներ է վաստակել։ But once he upsets the prime minister, բայց հենց վարչապետի քիմքին չեկավ, he's a money launderer, դառնում է փողլվացող, he's a revolutionary, կամ հեղափոխական։ God knows what he will be tomorrow. Վաղ գիտի ինչ կդառնա։ They want to put him away. Պարզապես ուզում են ազատվեն նրանից։ And we have to stop that. Եվ մենք պետք է դրա դեմ առնենք։ In a legal, իրավական ձևով way, because we know that Mr. Pashinyan is very scared. Որտեղ գիտենք, որ պարոն Փաշինյանը շատ He's a very frightened man. Շատ երկչոտ վախեցած մարդ է։ To bring these charges, he must be very frightened. Նման մեղադրական ներկայացնելու համար պետք է որ շատ վախեցած։ I don't know if he can sleep at night. Չգիտեմ գիշերները ոնց է քնում։ Because he is so overwhelmingly concerned. Որտեղ այդքան մտահոգված է։ That men of character and faith need to be jailed. Այն աստիճանի, որ կուր բնութագրով եւ հավատով մարդուն պետք է նստացնեն։ Եվ այսպես հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։ Այն մեկնարկել է 3 երեկոյան, իսկ 8 ժամ անց հայտարարել էին, որ նիստը հետաձգվում է։ Դատարանի բակում 3 ու այսօր բազմաթիվ քաղաքացիներ են եկել սատարելու Կարապետյանին։ Նրանք կոչեր էին հնչեցնում, ամոթ վանկարկում ու երգում։ Կարապետյանը կալանավորված էր հունիսի 18-ից, իսկ օգոստոսի 15-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրել էր ժամկետը։ Մի տարբերություն նախորդ իշխանություններին, այս իշխանությունը ունի լավ փորձ մարդկանց գլխին ինֆորմացիոն սարքելու ու այդպիսի բաներ է անում, բայց կարան հանգիստ լինեն, այդպես բան չի լինում, դաղալություն չկա, մարդիկ իրանց կամքով են։ Չէ, բոլորը իրավական առումով արդեն հասուն են ու հասկանում են ու ով էլ որ դիմի, հաստատ իրենց կողմից ուղարկված մարդ կլինի, դրա համար այդպես բան չի լինում։ Իրավաբանները, մասնագետները հայտարարությամբ հանդես կգան, կա նաև Եվրոպայի հանձնաժողովի պատասխանը, որ հետևում են process-ին, իրենք հետևում են, բայց շատ կարևոր է իհարկե մեր հասարակության ռեակցիան, այս ամեն ինչը արվել է, որ մեր հասարակության հույսերը ջարդվի, հենց դրա համար են անում, որ բոլոր հակազդեցությունների օջախները կարողանան զրոացնեն, բայց դա չի լինելու։ Այս ամեն ինչի պատճառը միայն դա է, ներքաղաքական, ներհայաստանյան,
Իսկ ինչ վերաբերում է եվրոպական ու միջազգային կառույցները, մենք ամեն երևի շաբաթ ստանում ենք միջազգային լրատվական միջոցներից հարցումներ եւ հարցազրույց անցկացնելու առաջարկություն, քանի որ բոլորին շատ զարմացրել է։ Ու շատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Եթե մենք դեմը չենք առնում այս process-ի, լինում են այն, ինչ այսօր ա եղել։ Դեռևս իրենք ունեն վարութային գործողություններ, որոնք պետք է կատարեն, թե որոնք են դրանք բարձ չէ, չկա նշված, հասկանում եք, այսինքն ոնց է, չէ, եթե նայում ենք եվրոպական դատարանի նախադեպային որոշումների տեսանկյունից, եթե վկայակոչում ես որևէ ռիսկ, որ անձի անձնական ազատության իրավունքը շարունակական տևող կերպով սահմանափակվի, պետք է այն ունենա կոնկրետություն, պետք է բխի կոնկրետ հանգամանքներից եւ իհարկե գործի փաստական տվյալներից, դրանցից որևէ մեկը չկա, բայց ասում են, գիտեք ինչ, մենք 50-ից ավել քննչական խումբ ենք, բայց 60 օրն էլ բավարար չի, իդեպ ոչ թե 60, այլ 120 օրն էլ իրենց բավարար չի։ Ի վերջո հիշենք, չէ, որ այդ նույն խումբը սկսել էր դեռևս հունիսի 17-ից իրենց գործողությունները։ Սա մեկ, երկրորդը։ Իհարկե շատերի համար ծիծաղելի կթվա, բայց քննչական մարմինը գտնում է, որ այստեղ կա նաև թաքնվելու ռիսկ։ Թաքնվելու, ինչից թաքնվի։ Օրինակ, Սամվել Կարապետյանը ինչից պետք է թաքնվի։ Այս աբսուրդային մեղադրանքից, որը աբսուրդային է, ակնհայտ աբսուրդային է բոլորի համար։ Ինչը պետք է լինի շահագրգռվածությունը։ Եվ երկրորդը, Սամվել Կարապետյանը նույն հուլիսի 4-ին իր ուղերձում հայտարարել էր, որ ինքը քաղաքական հայտ է ներկայացնում։ Այդ պայմաններում ինչ թաքնվելու ռիսկ։ Այսօր ինչպես բոլորս տեսանք, հերթական անգամ հարձակում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա եւ երկրի վարչապետի աթոռը գրոհած պահած մարդը ինչ է անում, որևիցե մեկը կարա բացատրի ինչ է անում։ Եթե մեր սրբազան հայրերը կալանավորված են ու որևիցե տեղ, որևիցե մեկը մտածում է սա ինչ որ քաղաքական խոսույցների պատճառով է կամ քաղաքականության մեջ խառնվելու պատճառով է, բա սա ինչի պատճառով է, սա ինչի համար է։ Ուր ենք գնում սենց։ Սամվել Կարապետյանը դասական քաղաքական բանտարկյալ է։ Դա իմ եզրահանգումը չէ։ Ես տվել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականին ընդունել է 1900-րդ բանաձևը, որով տվել է քաղաքական բանտարկյալ հասկացությունը։ Քաղաքական բանտարկյալ հասկացությունը ունի 5 կոմպոնենտ, ու եթե դրանցից թեկուզ մեկի առկայությունը կա, մարդը համարվում է քաղաքական բանտարկյալ։ Օրինակ, Եվրոպական կոնվենցիայի իմաստով մարդու իրավունքի իրացումը սահմանափակելու նկատառումով են նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել։ Այս դեպքում ինչ է տեղի ունեցել, Սամվել Կարապետյանը իր խոսքի ազատությունը իրացնելով, հաշվի առնելով մեր երկրում եկեղեցու դեմ հետապնդումները, ընդամենը 2 րոպեանոց հարցազրույց է տվել եւ ասել է, որ կանգնելու է եկեղեցու կողքին իր ձևով, մեր ձևով եզրույթներն է ասել, անմիջապես դրանից հետո մարդու նկատմամբ իրավական գործընթացներ են մեկնարկել։ Այստեղ ակնհայտ է քաղաքական նպատակաուղղվածությունը, որովհետեւ էլի տեսական ակնարկան եմ, երբ մարդը խոսք է ասում, իր խոսքը հանցակազմը ընդհանրապես 4 բաղադրիչ ունի. օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ։ Մենակ երբ նույնը Միքայել Սրբազանի բարագայում, եթե մարդը ինչ որ հարցազրույց է տալիս ու ինչ որ եզրահանգում է կատարում, բավարար չէ մարդու խոսքը։ Պետք է իրավապահ մարմինները բերեն փաստական հանգամանքներ, որ այդ մարդիկ իրենց խոսքին ուղղված կոնկրետ գործողություններ են կատարել։ Այս դեպքում Սամվել Կարապետյանը ասում է, մեր ձևով կմիջամտենք, իրավապահ մարմինները անգամ ձևական առումով ժամանակ չեն տրամադրում, որպիսի կարողան ենթադրելի լիներ, որ այս մարդը իր խոսքերին ուղղված կոնկրետ գործողություններ է կատարել։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն ու 5 հոգևորական բերման են ենթարկվել բնակարանների խուզարկությունից հետո։ Նշեմ, որ Արագածոտնի թեմի առաջնորդը վեհափառի քրոջ որդին է։ Ձերբակալված հոգևորականներն են Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն քահանա Առաքելյանը, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները։ Քննչական կոմիտեն ներկայացրել է, թե ինչ գործի շրջանակում են կոմիտե տարվել հոգևորականները։ Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով
հավաք անցկացնելուն կամ մասնակցելուն խոչընդոտելու համար հարկադրելու, նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Լրացուցիչ հանդես կգան հայտարարությամբ, ասել են կոմիտեից, իսկ լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել։ Տեր Փառեն Քահանան դուրս է եկել քննչական կոմիտեից, գնացել տուն, հարցաքննվել է որպես վկա։ Եվ կարծեմ էլի կա։ Հիմա Մկրտիչ սրբազանի տեղը չեն հայտնում։ Ընդ որում մենք պաշտոնապես դիմել ենք քննչական կոմիտեին եւ Երևանի քննչական վարչությանը, ներկայացրել ենք նաեւ մեր լիազորությունների հավաստող փաստաթղթերը եւ խնդրել ենք իրենք, որպեսզի ապահովեն մեր հանդիպումը Մկրտիչ սրբազանի հետ, նրա իրավունքները պաշտպանելու նկատառումների ձեռնելով։ Այստեղ նաեւ բերման ենթարկվածներին ենք հանդիպել, իրենք քանի որ քննիչների ներկայությամբ իրենք քննիչները ասել են, որ մենք ձեզ բերման չենք ենթարկել, մենք ձեզ հրավիրել ենք, բայց բերել են իրենց մեքենաներով եւ իրենք այլ որոշում, այլ ընտրություն կատարելու հնարավորություն չեն ունեցել, փաստացի բերման ենթարկված են եղել։ Միաբերան բոլորը պնդեցին, եթե այդպես է մենք գնալու ենք եւ մենք ուրեմն մեզ ծանոթագիր տվեք, մենք կգանք մեր փաստաբանների ուղեկցությամբ եւ ձեր հարցերին կպատասխանենք, որովհետեւ եթե իրենց հարկադիր բերման են ենթարկել այդպես որպես վկա են հարցակնում, նա արդեն ունի վկա կասկածյալի կարգավիճակ եւ քննչական մարմինը պարտավոր է նրանց պաշտպանության իրավունքը ապահովել։ Այստեղ արդեն ուրիշ ռեժիմով է հարցակնությունը գնում։ Իրենք ունեն նաեւ դատավարական այլ երաշխիքներ։ Բնականաբար, այո, քննչական մարմինը այլ բան չի կարողացել դրա այդ փաստարկի դեմ ներկայացնել եւ համաձայնվել են, որ այդպես էլ անեն։ Մեկ քահանայի տվել են ծանուցագիր, դուրս եկել, հետո ներս կանչեցին ու մինչև հիմա դուրս չի եկել։ Հիմա բոլորը ներսում են վկայի կարգավիճակով։ Բոլոր դեպքերում մենք արձանագրել ենք, որ իրենք վկայի կարգավիճակով են։ 6 հոգևորական գտնվում են ներսում ըստ մեր նախնական տվյալների վկայի կարգավիճակում, բայց երկար ժամանակ արգելափակված եւ նրան բացի դրանցից Տեր Համբարձում Դանիելյանի մասով ինֆորմացիա ենք ստացել, որ բերվում է քննչական կոմիտե։ Հիմա մենք այս 7 հոգևորականների համար 3 փաստաբաններով դիմում ենք ներկայացրել եւ հիմա էլ այս թղթային եղանակով դիմումը ուզում ենք մուտքագրել ընդհանուր բաժին։ Սա մի փաստ։ Երկրորդը եւս 2 հոգևորական Տեր Նարեկ Քահանա Սարգսյան եւ Տեր Սարգիս Քահանա Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան, բայց իրենք տնից բերման են ենթարկվել եւ տեղ չեն հասցվել։ Իսկ Տեր Մկրտիչ սրբազանի թեմի առաջնորդի խնդրի մասին առավոտվանից տեղյակ եք, որ անձը ուղղակի անհետացել է պետության իրավազորությունից դուրս, օրենքի պաշտպանությունից դուրս իրավիճակում է փաստացի գտնվում, որտեղ չգիտենք, մեզանից թաքցվում է, բոլորիցս թաքցվում է նրա գտնվելու վայրը։ Ուրեմն ինչպես քիչ առաջ հայտնեցինք, մենք էլեկտրոնային սկանավորված տարբերակը դիմումի ուղարկել էինք ինչպես Երևան քաղաքի քննչական կոմիտեն, այնպես էլ հասցեագրել էինք քննչական կոմիտեի գլխավոր վարչությանը։ Քիչ առաջ պատասխան հաղորդագրություն եմ ստացել, որ քննչական կոմիտեի հասցեագրված դիմումը բացակայում է, բայց ուզում եմ ձեզ ցուցադրել, հարգելինս, որ դիմումը կցված է, խնդրեմ։ Որպեսզի դուք հավաստիանաք, որ սա իսկապես իրավական գործընթաց չի։ Այսինքն, խնդրեմ, այսինքն հաստատի պետությունը հրաժարվում է ստանալ հաստաբանների դիմումը պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ։ Ուրիշ որակում ուղղակի ես չգիտեմ ինչպիսի որակում կարելի է սրան տալ։ Ինչու ոստիկանները փակեցին ճանապարհը, եկեք հարցնենք։ Սա քննչական վարչության շենքն է, ազատ տարած քաղաքացիների շարժի, տեղաշարժի համար, սա էլ քննչական վարչության դուրնա, մուտքի ու հետո գրասենյակնա, որտեղ մենք պիտի մուտքագրենք մեր դատավարական փաստաթղթերը։ Հիմա հարգելի լրագրողներ, եկեք համատեղ հարց տանք, այս բեմադրությունն ինչի մասին է։ Տեր Արամ Քահանա Ասատրյանը լրատվամիջոցներից է տեղեկացել խուզարկությունների մասին 24 News-ի հետ զրույցում նա նշել է, որ ոչ իր տանը, ոչ եկեղեցում քննչական գործողություններ չեն եղել, ինքը կապ չի ունեցել որևէ մեկի հետ, քահանաներն էլ իր հետ կապ չեն ունեցել։ Հարցին արդյոք հաղորդում չի ներկայացրել, քահանան պատասխանել է, որ
ինչ ներկայացվել է եղել է Պետրոս Ղազարյանի մոտի հարցազրույցը, մնացած մասով տեղեկություններ չունի։ Նշեմ, որ Տեր Արամի հայտարարությունների հիման վրա քննչական կոմիտե հաղորդում է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը հայտարարություն է արել, նշել, որ սեպտեմբերի 16-ին Հովանավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը հանրայինի եթերում հայտարարել է, որ 2021-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին մասնակցելու համար, որևէ հանրահավաքի մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է և պետությունը պետք է պայքարի դրա դեմ, նշված է հայտարարությունում։ Այլ թեմաների մասին Սպիտակում կրակոցներ են հնչել նախկին պատգամավոր գործարար Ձերժավայի Արկադի Համբարձումյանի տան մոտ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ։ Նրանց թվում է նաև Արկադի Համբարձումյանի որդին։ Եվ այսպես սահմանադրության փոփոխման թեման արտաքին օրակարգի որևէ ուղղությամբ չկա, այլ ներքին օրակարգ կա, ինչի վերաբերյալ հստակ աներկբա հայտարարվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովի ընդունած հռչակագրում։ Վարչապետն է հայտարարել, պատասխանելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներին ու այդ համատեքստում Բաքվի նախապայմանների մասին հարցին։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կան անառարկելի փաստեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է նաև հոգևորականների կալանավորմանը։ Այդ մասին Բաքվից հնչող հայտարարություններին ու արդյոք կապ կա։ Սկսենք նրանից, որ իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Ես ուզում եմ մենք արձանագրենք հետևյալը։ Ուրեմն հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Որևէ տեղ գրված չի, որ եպիսկոպոսը եւ եկեղեցին նույնական են։ Հայաստանյան առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ օրինակ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել եւ գնացել։ Այսինքն իսկ ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Դրանից հետո ինչ է տեղի ունեցել, մենք դրա արդյունքում եկեղեցին փլուզվել է, ոչ չի փլուզվել։ Էլ չեմ ասում նախկինում Հայաստանում դեպքեր եղել են, երբ որ եպիսկոպոս քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ տարիներ է անցկացրել բանտում։ Հիմա իմիջայլոց եթե ես իմ լրագրողական տարիներից եմ դա հիշում, բայց ես հասկանում եմ, որ մեր իրականության մեջ այդ հիշողությունը չկա։ Քրեական օրենսգրքով առնվազն կալանավորվել է եւ երկար ժամանակ, չգիտեմ դատավճիռ եղել է թե չէ։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ անունը կարող է հիշեմ։ Կարծեմ կարծեմ Ասողիկ Սրբազան եւ Ասողիկ եպիսկոպոսը կալանավորվել է քրեական օրենսգրքով, եւ դա ինչ է տեղի ունենում։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, որ հնարավոր է, ոչ հնարավոր չի։ Որտեղ նման բան չի կարող տեղի ունենալ։ Հիմա եթե դուք ես անկեղծ ասած դուք եք հետևում, ես չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին եւ ես բան չունեմ ասելու, ես գուցե շատ մեծ թերություն է, բայց ես չեմ հետևում։ Ընտրությունների հնարավոր արդյունքների մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը, անդրադարձել կանխատեսումներին նոր ձևավորվող նաև նախկին ուժերի վերաբերյալ։ Վարչապետն ասել է, որ ելքը կորոշի ժողովուրդը, այսինքն 2026-ի ընտրություններում հաղթելու է հենց ժողովուրդը։ Եթե փաստորեն ըստ էության արվում է քաղաքական կանխատեսում, չէ՞։ Հիմա եկեք հետ գնանք, տեսնենք ինչ էին ասում այդ մարդիկ 2025 թվականի հունվարին։ Թե ինչ է տեղի ունենալու, ամեն օր գուժում էին, որ պատերազմա լինելու եւ այլն եւ այլն։ Ես ինչ էի ասում։ Ես ասում եի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն։ Գնանք 2024 թվականի հունվար, տեսնենք ինչ էին ասում։ Այսինքն ինչի համար եմ ասում։ Ասում եմ, որպեսզի դուք գնահատեք ոմանց կանխատեսելու ընդունակություններ։ Իրանք 2021 թվականի ընտրություններին էլ էին այդ ասում։ Այդ չէին ասում։ Ասում էին, որ
ձեր նշած անձը ասում էր, որ իրենք ասում են, որ պարտվելու են ընտրություններում, ասում են, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է 2021 թվականի ընտրություններին, այդ մարդիկ ամբողջ համոզվածությամբ ասում էին, որ իրենք հաղթելու են ընտրություններին, ճիշտ է, ասում են, որ հաղթելու են, իրանք էլ գալու են, գնդակահարելու են, էս են անելու են, անելու են, ինչ եղավ, եղավ են, ինչ եղավ, հաղթեց ով, հաղթեց ժողովուրդը, 100% կարող եք վստահ լինել, որ 2026 թվականի խորհրդանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը 2 ամսով կալանավորվել է։ Խափանման միջոցի քննարկումը հակակոռուպցիոն դատարանում սկսվել էր կեսգիշերից։ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է 2 հոդվածով։ Պաշտպան Արա Զոհրաբյանը ներկայացրել է, թե ինչ է ասել Սրբազանը դատարանում։ Լրագրողների հետ զրույցում փաստաբաններն ասել են, որ իրենցից կախված ամեն ինչ արել են, որպեսզի իրավունքները պաշտպանեն։ Հիշեցնեմ, 3 վաղ առավոտից քննչական կոմիտեն ազգային անվտանգության ծառայության ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, 1 ամսով էլ դիվանապետն է կալանավորվել։ Մկրտիչ Սրբազանի վերջի խոսքն կուզենայի մեջ բերել, որովհետև այդ տարքիրայդ իհարկե պաշտպանական կողմի պաշտպանները իրենց բոլոր փաստարկները ներկայացրեցին հարցերով, մենակ երևի 3 ժամ հարցեր են տվել քննիչներին։ Վերջում Սրբազանը ասեց հետևյալ խոսքերը, փորձեմ հնարավորինս տառացի մեջ բերել։ Նախ շնորհակալություն հայտնեց բոլորին, հետո ասեց ես գիտեմ, որ դուք բոլորդ գիտեք, թե ինչ եք անելու։ Եվ ասեց ես լավատես չեմ, ես գիտեմ հիմա ասեց առավոտյան արդեն 6-ն է, դուք բոլորդ գնալու եք տուն, իսկ ես չեմ գնալու տուն։ Եվ բոլորիդ հաջողություն եմ մաղթում, անփորձակ գնաք հասնեք ձեր տները։ Մկրտիչ Սրբազանի վերջի խոսքը դա էր։ Այսինքն ինքը լավ պատկերացնում էր, գիտակցում էր, գիտեր, որ իրավաբանություն չկա այստեղ, ցավոք մենք էլ գիտենք, որ չկա, բայց մեզանից կախված ամեն ինչ արեցինք, մեր իրավաբանությունը արեցինք, որպեսզի նրա իրավունքները պաշտպանենք։ Գնացել են թեմում խոզարկություն են արել, բնականաբար գումարել կհայտնաբերեն, ասենք ինչ խնդիր է, որ գումար են հայտնաբերել, բայց քանի որ ամեն ինչ հիմնված է հենց այդ կեղծիքի վրա, որ տեսեք գումար կա, ինչ ասենք որ թեմի առաջնորդարանում գումար կա, պետքա չլիներ, այսինքն դա շատ բնական է, որ կա եւ պետքա լինի, որովհետեւ այն բազմաթիվ ծախսեր կա, որ ծախսերը պետքա հոգացվի։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի եւ շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը։ Նշեմ, որ նախորդ նիստերից մեկում դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգել էր Բագրատ arczepiskopos Գալստյանյանի եւ մի քանիսի կալանքը։ Արա Ռոստոմյանի կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է 30 օրով, որոշումը կայացրել է հակակոռուպցիոն դատարանը Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հոկտեմբերի 11-ին։ Միջնորդությունը քննվել է 2 օր, այն ավարտվել է 3 գիշերը։ Կարապետյանին մեղադրանքի առաջադրվել քրեական օրենսգրքի 290 հարկերը տուրքերը կամ այլ վճարներ չվճարել, 296 փողերի լվացում, 422 իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը հոդվածներով։ Իսկ հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նոր մեղադրանքի առաջադրվել։ Մասնավորապես ավելացել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափի փողերի լվացումը։ Հոկտեմբերը կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է։ Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում տարածված ձևերից է եւ շատ կարեւոր է հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, որպեսզի քաջալերենք կանանց, որպեսզի հաճախակի կամ սահմանված ժամանակահատվածում այդ հետազոտությունն անցնեն, հայտարարել է վարչապետը կառավարության նիստում։ Նիկոլ Փաշինյանը հուսով է առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման շնորհիվ խնդիրն ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա կդրվի։ Նախարարն էլ ասել է, որ պարտադիր բժշկական ապահովագրության նպատակը լինելու է քաղցկեղի հայտնաբերումը, որն ավելի վաղ փուլերում ավելի արդյունավետ բուժում է տրամադրում։ Նույն քաղցկեղի հետ կապված մեր իմացությունը ժամանակի ընթացքում մեծանում է եւ հիմա ընդհանրապես ամբողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ այն նախկին ընկալումը չկա, որ դա դատավճիռ է անբեկանելի եւ իհարկե բարեբախտաբար
շատ են դեպքերը, երբ որ հիվանդությունը բուժվում եւ հաղթահարվում է, բայց իհարկե սրանում շատ էական նշանակություն ունի վաղ հայտնաբերումը եւ այդ առումով այս ծրագիրը իսկապես կարեւոր է եւ նաեւ այո ճիշտ նշեցիք, ցավոք կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում տարածված ձևերից մեկն է եւ շատ կարեւոր է, որ մենք այստեղ իհարկե նաեւ հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, որպեսզի քաջալերենք մեր կանանց, որպեսզի նրանք հաճախակի կամ սահմանված ժամանակահատվածում այդ հետազոտություններն անցնեն, իհարկե առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումով այս խնդիրը ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա կդրվի։ Եվ այսպես աղմկահարույց ձայնագրություն է հրապարակվել ու տարածվում լրատվամիջոցներում, ենթադրաբար Աղանաբեղա Երնջակյանը Նաթան arczepiskopos-ի հետ զրույցում դժգոհում է, թե իրեն կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի։ Ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե այն երբ է արվել, ում կողմից եւ ինչպես է հայտնվել լրատվամիջոցների ձեռքում։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածված ձայնագրությունն արդեն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կդառնա քննության առարկա։ Այժմ մի հատված ձայնագրությունից։ Կաթոլիկոսը ինձ ասում է ընտանիքի անդամներին ինչի չես վերցնում գնաս միտինգ անես Նիկոլի դեմ։ Նիկոլի հերն էլ շուն դառնա։ Նիկոլը հարցը Նիկոլը չի։ Բայց ինքը որևէ մեկը իրավունք չունի իմ ընտանիքի անդամներին որևէ ակնարկ անի։ Իրավունք չունի։ Ես թույլ չեմ տա։ Որևէ մեկը ընտանիք բառ ասեց, ես շատ կոպիտ եմ այլևս արձագանքելու։ Եվ ոնց որ արձագանքել եմ։ Եվ որպեսզի ես ճիշտ հասկանամ, կաթոլիկոսը ինձ ասեց, Նիկոլը մեղքի խորհրդանիշն է, ով որ մեղքի դեմ, այն եկեղեցականը, որ մեղքի դեմ չի պայքարում, նա եկեղեցականի կոչում չունի։ Այո, ես եկեղեցականի կոչում չունեմ, որովհետև իմ կոչումը Նիկոլի կամ Ֆալանի Ֆաստանի դեմ պայքարելը չի։ Ես եկեղեցական չեմ դառել, որ ինչ-որ մեկի դեմ պայքարեմ։ Ու փառք Աստծո, որ մեղքի դեմ պայքարել չգիտեմ, թե չէ վաղուց շատերի մեղքի դեմ կսկսեի պայքարել։ Փառք Աստծո, որ չգիտեմ մեղքի դեմ պայքարել։ Եղավ բալես, հիմա նայիր տես, դու կարող ես ամենայն դեպս միտքդ փոխես, չանես այդ բանը։ Իմ դիմումը սրբազան այդ ում է ուղղված։ Ինչ է։ Կաթոլիկոսին։ Հա չդե ես եմ քեզ հետ խոսում հիմա։ Ահա, Սրբազան ջան, ինչի ինքը Եվ գիտես, ես որևէ մեկի կողմից լիազոր բանով չեմ, ուղղորդությամբ չեմ խոսում, ինքը։ Ձեր անձի նկատմամբ հարգանքը իմ կողմից այնքան է, որ դուք ում կողմից ուզում եք խոսացեք, ես ձեր հետ լիարժեք։ Չէ, բալես, գիտես, ես իմ կողմից եմ խոսում ու ես չէի ուզի, որ դու վերջնական այդ որոշումը Ես ընտանեկան կարգավիճակի հարց ունեմ։ Ինձ 200 կիլոմետր իմ տնից հեռու նշանակում են։ Եթե ես իմանամ դրանից հայ եկեղեցին փրկվելու է, ես սիրով 2000 կիլոմետր էլ կգնամ հեռու։ Բայց եթե ես իմ մորը եւ ընտանիքի պիտի թողնեմ եւ գնամ Վանաձորում ապրեմ զուտ նրա համար, որ մի մարդ այտենց է ուզում, եւ իմ կյանքում դիսկոմֆորտ է ուզում, ես չեմ ուզում։ Ինչ է նշանակում մորս վերցրու գնա Նիկոլի դեմ։ Նիկոլի հերը շուն դառը, իմ մերը խաղալիք է, ինչ է։ Տղեն զոհված ինքը վիշտը ստիպը պիտի գնա Նիկոլի դեմ բան անի, ցույց անի, ինչա թե կաթոլիկոսը տեսնի ուրախանա, հրճվի։ Ոնց են մորս քաշքշում ոստիկանները։ Մայրաթորն է արձագանքել տարածված ձայնագրության ու լրատվամիջոցների հարցերին։ Մեջբերում է իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու եւ երկու եկեղեցականի կալանքի տանելու ենթատեքստում արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։ Այս օրերին ամբողջ իրավապահ եւ դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել եւ թշնաման քարուցել եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ։ Հերախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է եւ առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համաշեք արձագանք կտան, ասված է հայտարարությունում։
Շարունակենք, վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարկության համակարգի տարրերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ներկայացրել է մանրամասներ բարեվարկության համակարգի տարրերի վերաբերյալ։ Այն է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքներն ու դրանցից բխող վարքագծի կանոնները, նվեր ընդունելու սահմանափակումները, անհամատեղելիության պահանջները, շահերի բախումն ու այլ սահմանափակումներ պայմանավորված պաշտոնական պարտականությունների կատարմամբ։ Անդրադարձ է կատարվել նաև վարքագծի կանոնակարգով սահմանված վարքագծի սկզբունքներին ու կանոններին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարեվարկության համակարգի շարունակական կատարելագործումն ու հանրային հաշվետվողականությունը, հանձնարարել գույքագրել առաջարկները, կարծիքները, դիտարկումները, հասցեագրել դրանք ըստ իրավասու մարմինների և համապատասխան կարգավորումներ իրականացնել։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբայևը 2 ամսով կալանավորվել է։ Քրեական դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ բավարարել է կալանավորման միջնորդությունը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Կոչուբայևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը, որը մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև Վարուժան Ներսիսյանի որդին։ Ձերբակալվել են մանկավարժական համալսարանի ռեկտորն ու պրոռեկտորը։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափի վատնում և խարդախություն կատարելու ու կաշառք ստանալու համար։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին դարձյալ խորհրդարանում չեն ընդունել։ Նախատեսված էր հանդիպում ազգային ժողովի փոխնախագահի հետ։ Հակոբ Արշակյանը հրաժարվել է ընդունել Ղազարյանին, սա արդեն 4-րդ անգամն է, ինչ Ղազարյանը փորձում է իմպիչմենթի հարցով հանդիպել նրան։ Նախորդ անգամ էլ Ղազարյանին Ռուբեն Ռուբինյանն էր մերժել։ Ղազարյանը դիմել էր դատախազություն, քրեական վարույթ է նախաձեռնված։ Այսօր նախատեսված է հանդիպում ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ։ Թվով որ երրորդ հանդիպումն է կոնկրետ իր հետ։ Իր հետ 4-րդ։ Երեք անգամ ինքը կատարել է ենթադրյալ հանցագործություն, այսինքն խտրականություն ցուցաբերելով ինձ ընդունելության չի արժանացրել։ Ընդ որում Ռուբեն Ռուբինյան եւ Հակոբ Արշակյանի պարագայում, քանի որ ես մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակել էի դիմել այդ խտրականության դավոն, իրենք գրավոր պարզաբանում են տվյալ ազգային ժողովից, որ հատկապես այդ երկուսը ինձ ընդունելության չեն արժանացրել, հաշվի առնելով իմ քաղաքական գործիչ լինելու հանգամանք, այսինքն իրանք գրավոր հաստատել են, որ խտրականությունը ցուցաբերել են քաղաքական հայացքներով պայմանավորված տարբերությունների հանգամանքով եւ ունենք դրական տեղաշարժ այդ իմաստով, որ երբ որ ես տալիս եմ հաղորդում հանցագործության մասին, քննչական կոմիտեն մերժել էր վարույթ նախաձեռնել, բողոքարկել էի դատախազին, դատախազը անփոփոխ էր թողել քննիչի որոշումը եւ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանով դատանը ես շահել եմ, բավարարել է իմ հայցը եւ պարտավորեցրել է, որպեսզի վարույթ նախաձեռնեն եւ դատարանի որոշման հիման վրա արդեն հարուցված է քրեական վարույթ Ռուբեն Ռուբինյանի, բայց ես դիմումները որ գրել եմ, քանի որ հանցակազմի հանգամանքները ընդհանուր են մյուս պատգամավորների, նրանց դեպքերը նույնպես պետք է այդ վարույթում մեկտեղել եւ մեկ վարույթի շրջանակներում գործի քննություն իրականացնել։ Ես արդեն հրավիրված եմ քննչական կոմիտե, վաղը կներկայանամ քննիչին, կտամ անհրաժեշտ ցուցմունքներ, բացատրություններ, կներկայացնեմ վարույթային գործողություններից բխող միջնորդությունների բովանդակությունը պարզա բոլոր այս պատգամավորները, նրանց թիվը արդեն մոտավորապես ուրեմն 24-ն է, ընդհանուր հաղորդումների քանակը արդեն 28 թե 29 հաղորդում եմ ներկայացրել, բայց քանի որ կրկնահանցագործության դեպքեր կան, գործով անցնում են մոտավորապես 24 պատգամավորներ, բոլորն էլ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։
Կասեցվել է Զավիկի Ղարսի ևս երկու մասնաճյուղի արտադրական գործունեություն։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել շինարարների և Բաբաջանյան փողոցների սննդի կետերում։ Պարզվել է, որ սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ խախտումներով, չեն եղել բավարար քանակի լվացարաններ, պատերը չեն պահվել նորոգ վիճակում, մթերքի հետ անմիջական շփման մակերևույթները, սեղանը, սառնարանների դարակաշարերը նորոգված, նաև ախտահանված ու մաքուր չեն եղել, խողովակները և հոսանքալարերը ներկված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերով, հատակը չի գտնվել նորոգված։ Սննդի կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև խախտումները վերացնել է։ Հիշեցնեմ, Զավիկի Ղարսի Սարյան փողոցի մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցված է արտադրանքում հայտնաբերված մանրէաբանական անհամապատասխանությունների հիմքով։ Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում կեսգիշերին նոյեմբերյան Ջուջևան ճանապարհին բախվել են վազ 2107 ու Մերսեդեսը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 մարդ, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերվել մեքենաներից ու տեղափոխվել նոյեմբերյան բժշկական կենտրոն, որտեղ մեկը մահացել է, մյուսի վիճակը միջին ծանրության է։ Վթարի փաստով նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շղթայական վթար Երևանում, ինչպես հայտնում է Շամշյանը, 97-րդ երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Մերսեդես Սպրինտերին, ինչի հետևանքով Մերսեդեսը դուրս է եկել ու բախվել ծառին ու ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Մազդային, որն էլ բախվել է թույլատրելի հատվածում կայանված Հոնդային։ Հարվածի արդյունքում մեքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են շենքի բակում կայանված Տոյոտային։ Ավտոբուսում եղել են մի քանի ուղևորներ, որոնք բարեբախտաբար չեն տուժել։ Գիշերը Դիմիտրով գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար։ Երևան-Մեղրի ճանապարհի 20-րդ կիլոմետրին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Եղել է գազի արտահոսք, փրկարարները հոսանքազրկել են մեքենան, փակել գազի բալոնի փականը, իրականացրել հերթապահություն, մինչև գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանումը։ Վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են։